Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երգի 12-րդ գլուխը, որտեղ արիացիները Մայտրեյան քննարկում է իր աշակերտ Վիդուրայի հետ արարչագործության հոգեբանական փուլերը։ Եվ մենք ամեն անգամ ես սա կրկնում եմ, որովհետև համարում եմ, որ սա շատ կարևոր կետ է, որ ես ամեն անգամ ձեր ուշադրությունն եմ դարձնում, որ արիացիները իրենք շատ մանրակրկիտ են նկարագրում ընդհանրապես նյութական աշխարհի հոգեբանության ձևավորումը։ Մենք այս պահին կանգնած ենք մի շատ հետաքրքիր դրվագի վրա, որտեղ Տեր Բրահման, որը ինքը մաքուր նվիրյալն է, արարչի եւ զարգացման տեսանկյունից հասել է այն մակարդակի, որ հանդիպել է անձամբ, հանդիպել է Գերագույն Աստծո անձնավորությանը, ճշտել է իր հետ իր նախասահմանումը, բացարձակ հասկացողություն է ցուցաբերել, թե ինչպիսի հիմունքների վրա ինքը պետք է արարի նյութական աշխարհը, եւ այսինքն ոչ թե նյութական աշխարհը, այլ մենք դա արդեն խոսել ենք, չէ՞, որ Բրահման ինքը արարում է կենդանի էակներին, թե այսինքն ինչպիսի կենդանի էակներով կարող է լցված լինել նյութական աշխարհը։ Իսկ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը արարչագործության ընթացքում պայմաններ է ստեղծում, որպեսզի այդ կենդանի էակները, որոնք ունեն համապատասխան հոգեբանությունը, ունենան իրենց հոգեբանության համապատասխան, ուրեմն ռեսուրսներ եւ իրավիճակներ։ Եվ այսպես առաջի հերթին Տեր Բրահման ինքը արարեց սկզբունքները։ Մենք ամեն անգամ ես ստիպված եմ դեռ որ կրկնել, ուրեմն դրանք էին ինքնախաբեությունը, մահվան վախը, չէ, հիասթափություններից ծնված զայրույթը, սեփականատիրական ուրեմն բաները, արտահայտումները, եւ ուրեմն նյութական մարմնի հետ նույնացումը։ Եվ ուրեմն մենք տեսանք, որ ինքը երբ որ արարեց այդ սկզբունքները, իրեն զգաց ասկվերնյոնն է, էլի, պղծված այդ սկզբունքներով եւ կենտրոնացավ Գերագույն Աստծո անձնավորության վրա, որտեղ մենք ձեզ հետ քննարկեցինք, որ այդ կենտրոնացումը ինքը նշանակում էր, որ Տեր Բրահման ինքը փորձ կատարեց անմիջապես գալ այդ գիտակցության, որ այդ սկզբունքները իրականում անհրաժեշտ են, որովհետև այդ սկզբունքների հիմքի վրա պիտի ձևավորվի նյութական աշխարհի եկող նախանց կենդանի էակների հոգեբանությունը եւ նրանց կյանքը։ Ուրեմն, սիրելիներս, չէ, եւ դրանից անմիջապես հետո, երբ որ ինքը կենտրոնացավ Աստծո վրա, մաքրագործվեց այդ պղծվածությունից, որը ինքը զգում էր իր մեջ այդ չբավարարված վիճակից, հա, եւ ուրեմն մենք ձեզ հետ տեսանք, որ մենք այստեղ ստանում ենք իրար հետևից շատ հետաքրքիր իրավիճակներ։ Առաջինը այդ էպիզոդում, որը մենք հիմա քննարկեցինք, մենք տեսանք չբավարարված մաքուր նվիրյալի, որը ինքը մինչև այդ հանդիպել է Գերագույն Աստծո անձնավորությանը, ճշտել է Գերագույն անձնավորության հետ իր նախասահմանումը, հասկացողություն է ցուցաբերել, թե ինքը ինչով պիտի զբաղված լինի, Գերագույն Աստծո անձնավորությունից ողորմածություն է խնդրել, որպեսզի ինքը չգոռոզանա, հա? Եվ այդ ամեն ինչը անելուց հետո ինքը ուրեմն արարելով այս սկզբունքները, որոնք պետք է լինեն նյութական աշխարհում ապրող կենդանի էակների հոգեբանական հիմքը, ինքը իրեն զգաց պղծված, դա սա կամ չբավարարված, սա շատ հետաքրքիր կետ է, մենք փորձեցինք մի թեթև քննարկել այդ կետը, եւ եկավ հաջորդ փուլը, որտեղ եւ մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը մաքրագործվեց այդ կենտրոնացման հաշվին եւ հանգիստ անցավ արարչագործության հաջորդ փուլին։ Եվ այդ ժամանակ ինքը արարեց ուրեմն 4 սկզբունքներ, որոնք իրականում իր 4 տղաներն էին։ Սանատանան, ուրեմն Սանատանան, Սանական, կներեք,
սանանդանան և սանանդը։ Մենք տեսանք, որ դրանք իրականում մարմնավորում էին տարբեր սկզբունքներ, որոնք իրենք ահավոր կարևոր սկզբունքներ են։ Դա գիտելիքն է, հրաժարումը, յոգայի պրակտիկան և ճգնությունները։ Եվ մենք տեսանք, որ այդ սկզբունքները իրենք հրաժարվեցին, այսինքն Տեր Բրահման հիմա խնդիր ունի ընդլայնի գյուտական աշխարհի, այսինքն հնարավորություն տա, որպեսզի այն կենդանիակները, որոնք սպասում են դրան, որ մարմնավորում են նյութական աշխարհում, մարմիններ ստանան եւ հնարավոր լինի արդեն ստանալ նյութական մարմին եւ գործել այս աշխարհում համապատասխան իրենց ցանկությունների։ Եվ մենք տեսանք, որ սանատկումարները իրենք հրաժարվեցին։ Մենք այստեղից հասկացանք, որ այս սկզբունքները, որը ես արդեն թվարկեցի, իրանք նախատեսված չեն, ինչպես մենք երեք քննարկեցինք, նյութական աշխարհը, ընդլայնելու համար։ Բայց ինչի համար են նախատեսված այդ սկզբունքները։ Ասվեց, որ սանատկումարները իրենք հրաժարվեցին այդ գործողություններից, որովհետև կենտրոնացում ունեին Գերագույն Աստծո ազնվորության վրա այլևս, չէ՞, եւ ընդհանրապես շահագրգռված չէին նյութական ոչ մի process-ի մեջ։ Ընդ որում այդտեղ մի շատ կարևոր թեմա քննարկվեց, որն է այդ կարևոր թեման ինքը վերաբերվում էր նրան, որ այդ սկզբունքները իրենք նպաստում են նրան, որպեսզի անձնավորության կյանքի էներգիան բարձրանա դեպի վերև, այլ ոչ թե դեպի ներքև։ Եվ այդ պատճառով, որ այդ սկզբունքները իրենք ընդհանրապես նախատեսված չեն սպասարկելու նյութական աշխարհը, սանատկումարները իրենք միշտ ունեն 5 տարեկան, այսինքն անմեղ երեխայի մարմին, թեկուզ եւ խորը իմաստուններ են, եւ երբեք իրենք կոչվում են հավերժ բրահմաչարյա, այսինքն հավերժ այն ազնվորությունները, որոնք իրենց ամբողջ գոյության ընթացքում ոչ մի անգամ իրենց մարմնից դուրս չեն բերում սերմնահեղուկ։ Այսինքն այդ, որ ոչ մի նյութական process իրենք չեն անում էլի տարածում, սա է սկզբունքը, չէ՞։ Եվ մենք տեսանք, որ այստեղ տեղի ունեցավ երկրորդ հետաքրքիր էպիզոդը, որտեղ Տեր Բրահման ինքը մնաց չբավարարված իր տղաների մերժումից եւ ջղայնացավ։ Սա շատ կարևոր է, որովհետև սովորաբար մարդիկ այդպիսի ցուր կարծիք ունեն, որ սուրբ անձնավորությունները երբեք չեն ջղայնանում։ Ուրեմն այստեղ ես անպայման պիտի պնդեմ, պիտի ասեմ, որպեսզի մենք զարգացնենք այդ հասկացողությունը։ Ըստ արիացիների սրբերը ոչ թե իրանք զուրկ են զգացմունքներից, այլ իրանց զգացմունքները ունեն արդար հիմք։ Այսինքն, եթե կենդանիակը ինքը ինչ-որ մի բանի հանդեպ ունի կապվածություն, չէ՞, որտեղ ասենք ինչ է նշանակում զայրույթ։ Զայրույթ նշանակում է, որ կենդանիակը ինքը ուներ ինչ-որ մի հատ կապվածություն կամ ինչ-որ մի հատ ցանկություն, եւ որովհետեւ այդ ցանկությունը ինքը չիրականացավ, չէ՞, ազնվորությունը ինքը լցվեց զայրույթով։ Սա է ընդհանուր առմամբ, ուրեմն իր բանը, չէ՞, սահմանումը զայրույթի։ Եվ տեսեք, եւ հիմա այստեղ քննարկվում է շատ կարևոր մի դրույթ։ Ինչն է քննարկվում։ Քննարկվում է, որ իրականում նվիրյալը, այսինքն Աստծո ծառան, կարող է ջղայնանալ, երբ որ տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք կարող են խոչընդոտել իր նվիրված ծառայության իրականացմանը։ Տեսեք, միանգամից ստացանք երկու քննարկման թեմա։ Առաջինը դա նա է, որ մաքուր նվիրյալը
որը օժտված է գերագույն Աստծո անձնավորության կողմից ինչ որ մի գործողություն կատարելու, նյութական աշխարհում կարող է հանդիպել ուրեմն խանգարող հանգամանքի եւ չկարողանալ ինչ որ մի պահ չկարողանալ իրականացնել իր ծառայությունը, չէ՞։ Սա ասենք մեր համար անսովոր գաղափար է, որովհետեւ մարդիկ իրենք սովորաբար մտածում են, որ եթե մարդը ինքը օժտված է, եթե անձնավորությունը ինքը օժտված է գերագույն Աստծո անձնավորության կողմից, ապա իրեն ոչ մեկ չի կարող հանգարել։ Իրականում դա այդպես չի, որ կարող է, որտեղ վերջնականում այո չի կարող։ Բայց մենք տեսնում ենք, որ կա իրադարձություններ, հիմա կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, թե դա ինչ իրադարձություններ են, որովհետև դիմացի կենդանի էակն էլ ունի իր մտադրությունները, թե ինքը իր կյանքը ինչի վրա է ուզում ծախսել։ Եվ տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ երկու կողմն էլ իրենք հոգևոր են։ Եվ երկու հոգևոր կողմը իրանք մտան հակասության մեջ։ Չէ՞, որովհետև սենտիմենտալ մարդը ինքը մտածում է, դե ասենք, եթե երկուսն էլ հոգևոր են, ուրեմն մեկը մյուսին պիտի անպայման զիջեին։ Տվյալ դեպքում գումարներն էին իրենք ներկայացված որպես որդիներ, եւ դա նշանակում է, որ գումարները պիտի զիջեին եւ պիտի կատարային Տեր Բրահմայի ցանկությունը։ Բայց մենք տեսնում ենք, որ տեսեք, թեկուզ եւ Տեր Բրահմայի նվիրված ծառայությունը ինքը գերագույն Աստծո անձնավորության կողմից հովանավորված էր, չէ՞, բայց միևնույն է, գումարները իրենք համարեցին, որ այդ գործողությունները իրենք ուղղված են նյութական աշխարհը ընդլայնելու համար, իսկ իրենք շահագրգռված են ազատագրման մեջ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ նույնիսկ գերագույն Աստծո անձնավորության ծառայության մեջ կենդանիները կարող են ունենալ իրար չհամընկնող ուրեմն բաներ, իրար չհամընկնող ընտրություններ, իրար չհամընկնող հետաքրքրություններ, հասկանում եք, եւ ես ինքս դստած ձեր առաջ այդպիսի նվիրյալ եմ, որը նվիրված ծառայության ընթացքում հանդիպել է այդպիսի երևույթի, երբ որ ինչ-որ մի ուրիշ նվիրյալ կարող էր լինել մեծ հնարան, կարող էր լինել մեծ օգնություն, բայց որովհետև իրա ընտրությունները, իրա հետաքրքրությունները իրանք տարբերվում էին այն նվիրված ծառայությունից, որը ես պիտի կատարեի, մենք չկարողացանք իրար հետ համագործակցել։ Ես մինչև հիմա ափսոսում եմ այդ հանգամանքը, բայց եւ իհարկե պատրաստ եմ կենդանեակին տալ ազատություն, որտեղ այս բաները վաղուց ուսումնասիրել եմ եւ վաղուց հասկանում եմ, որ կենդանեակից չի կարելի նեղանալ, որովհետեւ ինքը իրավունք ունի։ Բայց մենք տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը ջղայնացավ։ Եվ կարծում եմ, որ ջղայնության թեման մենք երեք լրիվ չավարտեցինք։ Այսինքն առաջի բանը, որը մենք այս էպիզոդում տեսանք, դա բաներ էլի, դա նա էր, որ ըստ հոգեբանության ակնհայտ է դառնում, որ խեղդված ջղայնությունը ինքը չի վերանում։ Այսինքն տեքստը ինքը նկարագրեց, որ Բրահման ինքը փորձում է ղեկավարել իր ջղայնությունը, այսինքն կուլ տալ այդ բանաների բադավից, թույլ չտալ, որ ջղայնությունը ինքը դուրս գա, չէ՞, եւ մենք տեսանք, որ ոչ, ուրեմն այդ խեղդված ջղայնությունը ինքը չի վերանում եւ կարող է ուրեմն ինչ որ մի հատ նոր ձևով ի հայտ գալ,
եւ սկսել պատելի ոնց որ իր սեփական կյանքը, ինչպես դա եղավ Ռուդրայի հետ, չէ՞։ Այստեղ շատ կարևոր է, որովհետև հոգևոր մարդիկ շատ հաճախ իրենց զարգացման ընթացքում մեծ խնդիր են ունենում աստվածամերժության դարաշրջանում ղեկավարել ջղայնությունը, ինչու համար, որտեղ աստվածամերժության դարաշրջանը ինքը շատ ահավոր բարենպաստ դարաշրջան է բացասական էմոցիաներ ապրելու համար։ Հիմա, չէ, եւ դրա համար այս թեման ինքը շատ կարևոր է։ Դրա համար ես այսօր նորից անդրադառնում եմ այս թեմային, չէ։ Ուրեմն մարդը ինքը եթե կարողացավ իրեն զսպել եւ տվյալ պահին իր ջղայնությունը չարտահայտել, չէ, ինքը կարող է մտածել, որ ինչ եմ արել, որ ես ոչ մի բան չեմ ասել։ Եվ դա նշանակում է, որ ես հաղթահարել եմ իմ ջղայնությունը։ Բայց մենք տեսանք, որ ջղայնությունը ինքը իր ներսում, այսինքն Տեր Բրահման ինքը նեղացավ, չէ՞, այսինքն վիրավորվեց իր տղաների պարվածքից, ինքը նեղացավ իր տղաներից, եւ որ ինքը նեղացավ, ինքը ներքին, բան էլի, ոչ թե ջղայնություն, раздражение, ну, в общем, ներքին բացասական էմոցիա ունեցավ, չէ՞, եւ ոնց որ մի քիչ բան արվեց, էլի, հերվացավ, իր ներսում ինքը հերվացավ իր տղաներից, ինչու, որտեվ հայրը ինքը միշտ էլ մտածում է, որ իր տղաները պիտի լինեն իր գաղափարական շարունակողները, չէ՞։ Ինքը ուրեմն բան զգաց այդ չորությունը, հա, որովհետև եթե ասենք գումարները իրանք կատարեին ցանկությունը իրենց հոր, չէ, ապա ինքը իրադրությունը, ինքը ատմոսֆերան էլի, մթնոլորտը կմնար փափուկ։ Բայց ինչքան էլ ուզում է հարգալից մերժում ենք ստանում, չէ, միևնույն է, մերժումը ինքը ինչ-որ չորություն է մտցնում անմիջապես հարաբերությունների մեջ, չէ, եւ Տեր Բրահման ինքը հայտնվեց հենց այդ իրավիճակում։ Եվ ուրեմն, իսկ եթե արդեն ազնվորությունը ինքը հետագայում ցանկություն է ունենում, որպեսզի նա ով իրեն մերժել է, ինչ որ ռեակցիաներ կրի, դա ընդհանրապես նշանակում է, որ ուրեմն ջղայնությունը ամենայն դեպս այնուամենայնիվ ծնվեց։ Հա, պրոստը ինքը միանգամից դուրս չեկավ մարդու մեջից ջղայն բառերի տեսքով։ Հիմա մենք տեսանք, որ Ռուդրան ինքը ծնվեց իմенно որպես փոքրիկ, իր այստեղից դուրս եկավ մի հատ փոքրիկ կենդանի էակ, չէ՞։ Մենք երեք ձեզ հետ խոսեցինք, որ երբ որ այդ փոքրիկ կենդանի էակը ինքը դուրս եկավ, դա խոսում է նրա մասին, որ իրականում, երբ որ ազնվորությունը ինքը ջղայնանում է, չէ՞, ջղայնության մեջ ինքը իր ներսում կարող է վերածվել, ոնց ասեմ, նոր մարդու։ Եվ սկզբում այդ նոր մարդը, որ արդեն իր մեջ ջղայնություն է պարունակում, հասկանում եք, չեմ անում եմ, հաջողվում է, տեղափոխեմ այն, ինչ որ ուզում եմ, հա, այդ նոր մարդը, որ իր մեջ արդեն ջղայնություն է պարունակում, չէ, ինքը բացարձակ ուրիշ մարդ է, եւ սկզբում այդ ազնվորությունը, որը նոր է ծնվել ջղայնության հիմքի վրա, ինքը թվում է, որ ինչ-որ ատչնչին բան է, որ ազնվորությունը ինքը իր մեջ նույնիսկ չի էլ ֆիքսում, որ իրականում ինքը նոր մարդ է դարձել։ Հա, եւ եթե հենց այդ պահը հոգեվոր մարդը ինքը այսպես կոպիտ ասած չբռնացնի եւ չուղի այդ process-ները բան էլի ճիշտ ուղու վրա, ապա ուրեմն այդ ջղայնությունը ինքը անպայման գնալով մեծանում է եւ վերջում դառնում որպես շատ լուրջ ավիրող ուժ։ Բայց ջղայնությունը ունի նաեւ մի ուրիշ կողմ։ Հա, մենք անցյալ անգամ երեք քննարկեցինք, որ այդ երկրորդ կողմը դա նա է, որ
ջղայնությունը ինքը արդար է, հա, եւ խոսում է այն մասին, որ խախտվել են մարդու սահմանները եւ դրա համար ինքը ջղայնություն է զգում, հա, կամ խախտվել են իր սահմանները եւ ցավ է պատճառվել։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդ ժամանակ կարող ենք ասել, որ մարդու կամքը ինքը բախվում է իրականության հետ։ Եվ այդ պարագայում, երբ որ իրա վրա կոպիտ ասած հարձակում է գալիս, չէ, այդ ջղայնության էներգիան, ինքը կարող է դառնալ ինքնապաշտպանության համար շատ լուրջ գործոն։ Չէ՞։ Տեսեք օրինակ, նույն Արգյունան, չէ, Կուրուքշետրայի ճակատամարտից առաջ ինքը զգաց թուլություն։ Ինքը զգաց թուլություն եւ ինքը այդ թուլությունը արտահայտեց Կրիշնային, չէ։ Ինքը ասեց, վայ բան, սա իմ ուսուցիչն է, այն մեկը բարեկամ է, այն մյուսը ուղղակի ընտանիք ունի, եթե ես հիմա մասնակցեմ այս պատերազմին, այստեղ ես դուրս կգամ, այնտեղ են դուրս կգամ, այստեղ է, այսինքն Արգյունան ինքը մտավ կեղծ կարեկցանքի, ըստ Կրիշնայի բնորոշմամբ, չէ, ինքը մտավ կեղծ կարեկցանքի մեջ։ Եվ Տեր Շի Կրիշնան ամբողջ Բհագավադ Գիտան պատմեց Արգյունային, այսինքն սկսեց այդ խոսակցությունը, չէ, իրականում, որպեսզի Արգյունային ջղայնացնի, այ որպեսզի Արգյունան վերջում ասի զենքը սուր է, հա, եւ ջղայնացած դուրս գա կռվելու։ Հասկանում եք, այդ ժամանակ, այսինքն, որովհետեւ ոտնձգություններ կար, իրական կրոնական դաշտի հանդեպ Դուրյոդհանայի կողմից ոտնձգություններ կար եւ այդ ոտնձգություններից հնարավոր էր պաշտպանվել միայն երբ որ այդ ոտնձգությունները ջղայնություն էին առաջացնում։ Հասկանում եք, այսինքն խոսում է նրա մասին, որ նվիրալները ըստ արիացիների դա բաների, հայաբարի ասած սառը տոլմաներ չեն, որոնք իրանք ընդհանրապես ոչ մի բանի վրա ոչ մի ռեակցիա չեն տալիս։ Ուղղակի իրանց ջղայնությունը կամ ցանկացած ուրիշ նեգատիվ էմոցիա միշտ ուղղված է այդ կետի վրա, հոգևոր թեմայով։ Հասկանում եք։ Հիմա եւ այդ ժամանակ այդ ջղայնությունը ինքը պաշտպանություն է, որտեղ այդ ջղայնության հիմքի վրա անznավորությունը ինքը մոբիլիզացնում է իր ուժերը, որ պաշտպանվի։ Եվ մենք երեք կանգնեցինք այդ կետի վրա, որ կուբարները մի ուրիշ կետից, ուրեմն ցույց տվեցին այդ դասը, որ հոգևոր հասունությունը ինքը մեկ պահանջում է ազնվորությունից, որպեսզի ինքը կարողանա դիմանա կամ ընդունի ուրիշ կենդանի էակի չբավարարվածությունը։ Հասկանում եք։ Եվ այո, երբ որ մարդը ինքը փորձում է հավատարիմ մնալ իր սեփական նախասահմանմանը, ինքը միշտ չի, որ ուրիշների համար մնում է հաճելի կամ էլի հարմար ազնվորություն։ Հասկանում եք։ Եվ շատ հաճախ հենց այդպիսի ազնվորության մաքրությունը, հասկանում եք, կամ նրա այդ ստույգ ասած ոճը դիմացինի մոտ կարող է առաջացնել ցավ, կարող է առաջացնել ջղայնություն, հա, կարող է առաջացնել հիասթափություն, չէ՞։ Բայց եթե ազնվորությունը ինքը այդ ոճը ասել է ոչ թե էգոիզմից, այլ նույնպես ինչ որ մի հոգևոր բանի հետ կապված, հա, ապա այդ ժամանակ մենք պետք է հասկանանք, որ այդ ոճը ինքը իրավունք ունի գոյություն ունենալ։ Տեր Բրահման ինքը այդ պահին չկարողացավ դա ընդունի եւ դրա համար ունեցավ ջղայնության զգացում։ Եթե մենք խոսում ենք սրտի մաքրագործման տեսանկյունից, չէ,
Ուրեմն այսա ինքը շատ կարևոր սրտի թուլություն կամ սրտի աղտոտվածությունից է մեզ մաքրում։ Մենք սա երեք նույնպես քննարկեցինք, չէ՞, որ իրականում նվիրյալը ինքը չպետք է ակնկալի, որ ուրիշները իրենք, եթե նույնիսկ իրենք հոգևոր մարդիկ են, պարտավոր են, էլի, ծառայեն իրա նվիրված ծառայությանը։ Ինչու է այս թեման շատ կարևոր։ Որովհետև եթե ազնվորությունը, եթե մենք հանդիպում ենք այդպիսի հոգևոր մարդկանց, որոնք իրանք խոսակցությունը տանում են այդ ուղղությամբ, որ իրանք ինչ-որ մի հատ շատ ավելի կարևոր բանով են զբաղված, շատ ավելի կարևոր նվիրված ծառայությամբ են զբաղված, քան, ասենք, մենք, չէ՞, եւ այդ հիմքի վրա մեզ տանում են այն ճանապարհով, որ եթե դա այդպես է, ուրեմն դու պարտավոր ես, ուրեմն կատարել, աջակցել իմ նվիրված ծառայությունը, հետ դնելով քոնը։ Սա սխալ մոտեցում է առաջին հերթին, որովհետև ընդհանրապես հոգևոր կյանքը ինքը պետք է կենդանեակին դուր գա։ Հոգևոր կյանքում չի կարելի թույլ տալ, որպեսզի ազնվությունը ինչ-որ մի բանը անի զոռով, այսինքն իր կամքին հակառակ, պարտադրված վախով եւ ենթարկվելով շանտաժի։ Հասկանում եք։ Օրինակ, իհարկե, այո, մեր ժամանակներում կան այնպիսի ազնվորություններ, որոնք իրենք կարող են իրաց թույլ տալ մոտենալ ուրիշ մարդու, եւ իր հետ խոսել այն տեսանկյունից, որ իմ նվիրված ծառայությունը ինքը ավելի կարևոր է, եւ եթե դու ինձ չաջակցեցիր, որպեսզի ես հաջողակ լինեմ իմ նվիրված ծառայության մեջ, ապա դու կգնաս դժոխք։ Ուրեմն այս բոլոր խոսակցությունները իրանք բացարձակապես սխալ եւ շատ կոպիտ, կներեք, ես այստեղ նույնիսկ կասեմ այդպես, շատ գռեհիկ խոսակցություններ են։ Ընդհանրապես այո, իհարկե, աստվածամեժության դարաշրջանում մարդիկ իրենք շատ մեծ հակում ունեն իրան ինչ-որ բան պարտադրելու, ստիպելու, եւ գիտեք, օրինակ անձամբ ես ինձ համար հանդիպել եմ մի շատ այսպես ֆենոմենալ երևույթի, որն է այդ երևույթը, որ շատ հաճախ մարդիկ իրենք, ոնց ասեմ, էլի, իրենք ակնկալում են, որ դիմացինը, եթե ինքը ինչ-որ դիրք ունի կամ ինչ-որ առավելություն ունի, այսպես ճակերտավոր էլի, հոգևոր ճանապարհի մեջ, ապա ինքը անպայման այդ առավելությունը պիտի իրականացնի կոպտության հաշվին։ Եթե դուք կարծում եք, թե ես հիմա ծիծաղալու բան ասեցի, դուք այնքան սխալվում եք։ Որովհետև տասնյակ դեպքեր ունեմ, երբ որ ես ինչ-որ մի մարդու կյանքի համար մի շատ կարևոր բան եմ ասել, բայց ասել եմ հանգիստ։ Հասկանում եք, այլ հանգիստ եմ ասել։ Մտածելով, որ հարգելով դիմացինից, մտածելով, որ մեծ մարդ է, լեզուն հասկանում է։ Եվ եթե ես ինչ-որ ձայնս չեմ բարձրացնում կամ կոպիտ խոսքեր չեմ ասում, դրանից թեման ինքը չի պարզանում։ Հետո, ուրեմն, իրադարձությունները իրանք զարգացել են այնպես, ոնց որ թե ես ոչինչ չէի ասել։ Եվ երբ որ այդ ազնվորությունները գալիս էին իմ մոտ եւ ասեք ինձ հարցնում էին, թե դուք ինչի մեզ չզգուշացրեցիք, որ ասեք կարող է այսպիսի երկ ունենալ, սկզբում ես էի զարմանում, ասես կոյֆոս չզգուշացրեցի, բայց ես այսպես չեմ ասել, եւ իրանք գիտեք ինձ ինչպես էին պատասխանում։ Ասում են, գիտեք, դուք այնքան հանգիստ եք ասել, որ մենք չենք պատկերացրել, որ դա կարևոր է։
Հասկանում եք, այսինքն այ աստվածամեժության դարաշրջանում կան ազնվորություններ, կան հոգիներ, որոնք իրենք նույնիսկ ոնց որ այդ կոպտությունը ակնկալեն, որտեղ միայն իրոք ռեալ միայն կոպիտ լեզուն են հասկանում։ Հասկանում եք, չէ՞, բայց վերջնականում մենք հիմա այստեղ այսպես էլի մասնավոր դեպքերը չենք քննարկում։ Մենք քննարկում ենք ընդհանուր ճիշտ սկզբունքը։ Հոգևոր կյանքը ինքը պետք է հենված լինի ազատության սկզբունքի վրա։ Ամենակարևոր բանը հոգևոր կյանքում դա է, որ ազնվորությունը ինքը պետք է զբաղվի այն հոգևոր այն գործունեությունով, որը իրեն դուր է գալիս։ Որովհետև միայն եւ միայն այն գործոններն են մեզ բարձրացնում, մեզ աճ տալիս, որոնք մեր դուրն են գալիս։ Հասկանում եք։ Եթե մենք նույնիսկ ճիշտ գործողություններ ենք կատարում, բայց մեր ներսում այդ գործողությունների իմաստը մեր դուրը չի գալիս, հասկանում եք, մենք ոչ մի օգուտ դրանից չենք ունենա, որովհետև բլոկ ենք արել այդ գիտելիքը, այս դրանով, որ ինքը մեր դուրը չի գալիս։ Հասկանում եք սերիներս, չէ՞։ Ուրեմն ինքը այս թեման, որ հոգևոր մարդը ինքը պետք է կարողանա թույլ տա, որպեսզի ուրիշ մի անձնավորություն, որը նույնպես հոգևոր կյանքի մեջ է ներգրավված, ուրեմն կատարի ինքն էլ կատարի իր նախասահմանումը։ Հիմա, իսկ ինչ նախասահմանում օրինակ կարող է ունենալ սկսնակը։ Այդ սկսնակի համար իր նախասահմանումն է, որպեսզի ինքը հաստատվի պրակտիկայի մեջ։ Սկսնակ հոգևոր մարդը ինքը նախատեսված չի ոչ մի կոպիտ ասած միսիա կատարելու մեջ կամ միսիա կատարելու համար, հասկանում եք, ինքը գտնվում են ամենանախասկզբնական փուլում եւ հոգատարությունից բացի ուրիշ ոչինչ չպիտի ստանա։ Այո, իհարկե, ինքը կարող է ներգրավված լինել ինչ որ մի ուրիշ նվիրալի ծառայության մեջ, բայց միայն եւ միայն մի դեպքում, երբ որ դա իրեն դուր է գալիս։ Սա շատ կարևոր հանգամանք է, չէ՞։ Հիմա, եւ մենք տեսանք, որ գումարները իրենք հենց այդպես էլ բրահմային ասեցին, որ գաղափարը, որին մենք պիտի ծառայենք, այդ գաղափարը մեր դուրը չի գալիս։ Մենք չենք ուզում նպաստենք նյութական աշխարհը բազմազացնելու գործընթացի մեջ։ Հասկանում եք։ Եվ հիմա, բայց բոլոր դեպքերում Տեր Բրահման ինքը մնաց չբավարարված եւ ջղայնացած վիճակում։ Հասկանում եք։ Եվ այս է, որ հոգեբանական դասերից մեկը այս տեքստի, որը մենք պիտի քաղեինք, որ հասուն հոգևոր ազնվորությունը, ես նորից եմ կրկնում, շատ հաճախ կարող է հանդիպել ուրիշի չբավարարված վիճակին եւ պիտի կարողանա հանդուրժողական լինել, եթե ինչ-որ մեկը մերժեց աջակցի իր նվիրված ծառայությանը, այն պատճառով, որ ինքն էլ ունի իր նվիրված ծառայությունը։ Երբեք չի կարելի ուրիշ կենդանի էակի հետ քննարկել այդպիսի հարց, որ իմ նվիրված ծառայությունը ինքը ավելի կարևոր է, քան քոնը։ Այդպիսի process ուղղակիորեն չունի, էլի, տեղի չունի, հասկանում եք։ Հիմա ուրեմն սրտի մաքրագործման տեսանկյունից մենք խոսեցինք նրա մասին, որ ամենաառաջի անարդար կամ սրտի կեղտոտվածությունը, որի հետ աշխատում է այս տեքստը, դա հենց դա է, որ ազնվորությունը ինքը սպասելիքներ ունի, որ մնացած ուրիշ կենդանիակները պիտի դեմնեն իրանց նվիրված ծառայությունը եւ աջակցեն իր նվիրված ծառայությանը, ինչու, որովհետեւ իր նվիրված ծառայությունը ավելի կարեւոր է։ Ուրեմն այստեղ առաջի հերթին պետք է հասկանանք, որ եթե նվիրալը ինքը մտածում է, որ իր նվիրված ծառայությունը ավելի կարեւոր է, ինքը արդեն հպարտությամբ խայթված գիտակցություն ունի։ Եվ դա արդեն նշանակում է, որ ինքը մաքուր նվիրյալ չի։
Հիմա, սիրելիներս, ուրեմն, և այստեղ ազնվորությունը ինքը պետք է հասկանա, որ ինքը կազատվի այդ սխալ դիրքից, եթե ինքը հասկանա, որ ինքը իրականում ինքը կարող է խնդրել, կարող է ուսուցումներ տալ, կարող է տանել մարդուն, կարող է ոգևորել իրան իր հոգևոր ճանապարհի մեջ, բայց ինքը իրավունք չունի։ Ինքը իրավունք չունի։ Ես կարծեմ անցյալ անգամ այդպես ասեցի, հիմա նորից կասեմ, ինքը իրավունք չունի սեփականացնի դիմացինի ներքին կյանքը։ Հասկանում եք, եւ ձգտումներ ունենա բանանել էլի խլել այդ ներքին ճանապարհը ուրիշ կենդանիակից։ Ուրիշ բանը, եթե կենդանիակը ինքը համակրանք է զգում այն ծառայության հանդեպ, որը ազնվորությունը կատարում է։ Երբ որ այդպիսի համակրանք կա, նվիրալը ինքը ոչ էլ անհանգստացնում է այդպիսի ազնվորության, ինքը ուղղակի վերցնում է եւ սկսում օգնել։ Հիմա, բայց բոլոր դեպքերում մենք պիտի հասկանանք, որ Տեր Բրահմայի ջղայնությունը ինքը այդպես դատարկ տեղը չէր, էլի որ չէր նստած երազում, թե ինչ անի, որ սանած գումարների վրա ջղայնանա։ Իր ջղայնությունը ինքը առաջացել էր նրանից, որ ինքը ուներ աստվածային խնդիր, Աստծո կողմից հովանավորված ազնվորություններ եւ ստացավ գումարների հրաժարականը։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այս հանգամանքը ինքը հենց դա է ցույց տալիս, որ իրականում ջղայնությունը ինքը կարող է ձևավորվել եւ բանանել, իրականացվել, երբ որ ցանկությունը ինքը հանդիպել է ինչ-որ խոչընդոտների։ Եվ այդ իմաստով, չէ, նույնիսկ առաջի հայացքից հոգևոր թվացող ցանկությունը ինքը կարող է ջղայնություն առաջացնել եւ ուրեմն ազնվորությունը ինքը կարողանում է հասկանալ, որ խնդրեմը իրանն է, եթե ինքը իրան բռնաստում է նրա վրա, չէ, որ ինքը ուղղակի ունի մի կարգախոս, որ ամեն ինչը պիտի լինի այնպես, ինչպես ես եմ ասում։ Հասկանում եք, եւ սա ինքը այսպես էլի պրակտիկայի շատ կարևոր կետն է։ Հա? Եվ մենք անցյալ անգամ այդ հարցը քննարկեցինք, չէ, որ ազնվորությունը ինքը առաջի հերթին պիտի իրեն հարց տա, ես ջղայնացա, որովհետեւ խախտվել է դարման կամ նյութական բարոյականության օրենքները, թե որովհետեւ ուրեմն բան է եղել էլի, որովհետև չեն կայացել իմ սպասումները։ Հա, ճիշտ է, կյանքում շատ հաճախ այդ երկու գործոնների իրանք խառնված են լինում իրար եւ կողմնորոշվել ճշմարտության մեջ մի քիչ բարդ է, չէ՞։ Հիմա մենք տեսանք, որ երրորդ տեսակի ուրեմն բանը մաքրագործումը սրտի կեղտոտվածությունից ինքը հաջորդ թեմայով էր, որ կենդանիակը ինքը ոչ թե ազատվում է այդ սրտի թուլությունից, այլ մաքրվում։ Հիմա Բրահման ինքը կներեք փորձ կատարեց զսպի իր ջղայնությունը, բայց ջղայնությունը միևնույն է դուրս եկավ, չէ՞։ Եվ դա ինքը մեզ սովորացնում է, որ հոգևոր պրակտիկան ինքը մենք երեք սրա մասին խոսացինք, չէ, չի կարող ենթարկված լինի արտաքին ղեկավարության։ Հա? Հիմա եւ մենք պետք է հասկանանք, որ ջղայնությունը ինքը այնպիսի բնություն ունի, որ եթե մարդը ինքը բան է անում, էլի, բանավրայից կդրեք այդ խոսքը մի հատ նայեմ, էլի մի անգամ ասեցի եւ մոռացա։
ճնշում, հա, կներեք, ճնշումս է բարձանում համել, հա, ուրեմն եթե կենդանիակը ինքը ճնշում է իր ուրեմն բանը, ջղայնությունը միևնույնն է ինքը ոնց են ջրի պես էլի հոսում է եւ գնում ինչ-որ մի հատ տեղ է գտնում, որի միջոցով ինքը կարող է դուրս գա, հա, եւ այստեղ գալիս է այդ ներքին ղեկավարման եւ արտաքին ղեկավարման ուրեմն գաղափարը։ Ես երեք ասեցի, հիմա էլ եմ ասում, ես ինքս ներքին պրոցեսների ջատագով եմ։ Այսինքն, եթե մարդը ինքը ինչ-որ մի բան է իր մեջ արհեստական ձևով ճնշում է, չէ, ինքը արտաքինից կարող է թվալ բարեպաշտ առաքինի ազնվորություն, բայց իր ներսում եթե ապրում է ջղայնությունը, դա նշանակում է, որ իր ներսում արդեն գոյություն ունի այդ ավիրող թաքուն ուժը։ Եվ դրա համար մենք երբեք չենք կարող, արդեն եթե մենք մեր համար ենք վերցնում, թե ասենք հոգևոր զարգացման ընթացքում մենք ինչպես պիտի վարվենք զայրույթի հետ, չէ՞, մենք չենք կարող այդպիսի բան կիրառենք, սա սխալ է, որ եթե ես չեմ արտահայտել իմ ջղայնությունը եւ ճնշել եմ ան, ուրեմն ես բան եմ, ճիշտ եմ եւ արդեն բան սրտիս արատից ազատ եմ։ Հասկանում եք։ Իրականում դա այդպես չի, որովհետեւ ընդհանրապես ցանկացած արատից կենդանիակը ինքը ազատվում է առաջին հերթին ընդունելով այդ արատի գոյությունը։ Հասկանում եք։ Եվ մարդը, որպես ինքը հասկանա, թե ինքը իր արատը ճնշել է, թե արատից ազատվել է, պիտի իրան մի քանի կետում ստուգի։ Այսինքն ինքը պետք է մտածի նրա մասին, թե ինչ-որ իրադարձության կամ ինչ-որ ազնվորության մեջ ինքը ինչն է, որ չի ընդունել։ Հասկանում եք։ Կամ ինչն է, որ պետք է, որ խախտված լինի։ Ինչ իրավունք ես դու ինքդ քեզ տվել, սա շատ կարևոր կետ է, հա, կամ ասենք, ինչ վախ կա քո պահելակերպի հետևում, հասկանում եք, եւ այ որ ազնվորությունը ինքը իրեն ստուգում է այս կետերում, ինքը իրականում արդեն ճիշտ մեթոդով է ղեկավարում իր ջղայնությունը։ Եվ ուրեմն վերջին բանը, անարդան կամ սրտի կեղտոտվածությունը, դա այդ ենթարկվելու գաղափարի ճիշտ հասկացողությունն է։ Որովհետև մարդիկ միշտ մտածում են, որ հոգևոր մարդը ինքը պետք է լինի խոնարհ եւ հետեւաբար ենթարկվող։ Մենք տեսանք, որ գումարները իրանք ենթարկվող չէին։ Իրանք չլսեցին իրենց հոր խնդրանքը, հակաջաղեցին եւ բոլոր դեպքերում չընդունեցին։ Բայց երբ որ այդ որ իրանք հերքել են, չեն ընդունել, այսինքն մենք էլ մեր հերթին պետք է այդպիսի սիտուացիաներում ինքներս մեզ ստուգենք։ Եթե ես ունեմ իմ կապվածությունը Աստծո հանդեպ, ունեմ իմ պրոցեսները, որը ես անցնում եմ, եւ այդ պրոցեսների մեջ ես բավարարված եմ, չէ՞, ես հանգիստ կարող եմ ուրիշ կենդանիակին ասել, որ ցանկություն չունեմ իր նվիրված ծառայությունը իր հետ կիսելու։ Եվ եթե այդպիսի նվիրալը հրաժարում ստացած նվիրալը ինքը նեղանա, իրականում խնդիրը իր մեջ է։ Հասկանում եք։ Այսինքն
այդ ենթարկվելը ինքը մեխանիկական գործողություն չի, հասկանում եք, իրական բանը, իրական խոնարհությունը, իրական այդ ենթարկված վիճակի մեջ լինելը, ինքը անմիջական կապ ունի կենդանեակի իրական կրոնական սկզբունքների հետ, այսինքն իրական պարտականությունների հետ, հասկանում եք, և ուրեմն մենք անցյալ անգամ քննարկեցինք, որ երբ որ կենդանեակը ինքը այդ բանել ենթարկվածություն է ցուցաբերում, չէ, այդ ենթարկվածությունը ինքը նույնպես լինում է 3 գոյավիճակների մեջ։ Եթե հիշում եք, խոսեցինք դրա մասին, որ տգիտության գոյավիճակի մեջ դա ստրուկն է, ստրուկի վիճակի մեջ է հայտնվում կենդանեակը, չէ, կրքերի գոյավիճակի մեջ դա շահերն են, և առաքինության գոյավիճակի մեջ դա ունակությունն է լսել ավելի բարձր բան և մնալ ինքդ մնալ այնպիսին է, ինչպիսին է, որ դու կաս, հասկանում եք, այսինքն հաշվի նստել սեփական պայմանավորված վիճակի հետ։ Եվ ուրեմն գումարները իրենք իրականում ցույց են տալիս այսպես հասուն ներքին վիճակ և իրանք ոչ մի բառ չեն, հակաճառող բառ չեն ասում Բրահմային։ Ինչա թե որ ցույց տան, որ իրանք իրան արհամարում են։ Այլ իրանք փորձ են կատարում, ուրեմն որովհետև ձգտում են ազատագրման, փորձ են կատարում հասկացված լինել իրենց որ իրենք հրաժարվել են այդ դրա մեջ։ Եվ ուրեմն, իսկ եթե դիմացինը ինքը արդար միտք ունի, ապա ինքը պետք է կամ հասուն նվիրաղ է, ապա ինքը պետք է կարողանա հասկանա, որ ամեն մի հրաժարվելը չի, որ դա էգոիզմ է։ Եվ ամեն մի բանը էլի չենթարկվելը չի, որ հպարտությունից է։ Եվ ամեն մի անհամաձայնությունը չի, որը ծնվել է վիրավորանքից, հասկանում եք, հա։ Եվ այս տեքստերը, այս փոքրիկ պատմությունը մի քանի բառով տեղափոխած մեզ, չէ, ինքը հենց այդ թեման է մեզ համար քննարկում, հասկանում եք, թե ինչպիսի արտահայտում ունի նվիրված ծառայություն Աստծուն մատուցված, որը դեռ չի մաքրվել էգոիստական կրքերից, այսինքն ռաջասից, չէ, հիմա, և ինչ վերաբերվում է սրտի մաքրագործմանը, ապա մենք քննարկեցինք թեմաները, թե ինչ թեմաներով պիտի մաքրագործում տեղի ունենա կամ կորեն ինչ-որ միտեղ աշաշ լինի այս տեքստի հիմքի վրա, չէ, և այստեղ ուրեմն պետք է հասկանանք, որ գլխավոր կարգախոսը ինքը նրանում է, որ երբ որ մարդը կամ մի ուրիշը, այսպես ասենք, չի արդարացնում կամ չի կատարում այն, ինչը որ ես է իրանից սպասում, հա, ես պետք է նայեմ ոչ միայն իրա մերժումին, հա, այլև նաև պիտի նայեմ, թե ես ինքս ինչ ռեակցիա տվեցի այդ ազնվորությանը։ Եթե իմ մեջ ջղայնություն է առաջանում, հասկանում եք, դա անմիջապես խոսում է նրա մասին, որ տեղի ունի միանգամից բանելի ազնվորությունը ինքը հասկանում է, որ ամեն ինչը խառնվել է իրար և իմ դիմացինը ինքը այլևս չի կարողանում հարգել իմ հոգևոր ճանապարհի ինքնուրույնությունը։ Հասկանում եք, բայց միևնույն ժամանակ պիտի հասկանանք, որ այս տեքստերը կամ այս փոքրիկ էպիզոդը
ինքը չի սովորացնում հոգևոր պասիվություն, հասկանում եք, հա, որովհետև ռուդրան ինքը կարող է և առաջանում է որպես ավերիչ ուժ, բայց ամեն անգամ զբաղեցնում է իր տեղը, որը համապատասխանում է իր բնությանը, և մաքրագործվել չի նշանակում, որ բոլորը պիտի միանման մտածեն, միանման գործեն և այլն, հասկանում եք, և մաքրագործումը դա նշանակում է, որ ամեն անձնավորություն ինքը պետք է գործի համապատասխան իր դիրքի և չվերցնի իր վրա ուրիշ մակարդակ ունեցող կենդանիների սկզբունքները, սա իրականում հոգևոր աշխարհի ամենազուլալ գաղափարներից մեկն է, և այստեղ երևում է կենդանեակի զարթոնքի գաղտնիքը, հոգին ինքը սկսվում է արտահայտվել այն ժամանակ, երբ որ այդ կենդանեակը, որը ինքը արդեն տեղյակ է, որ ինքը հոգի է և զբաղվում է հոգևոր ճանապարհով, երբ որ այդ ազնվորությունը ինքը կարող է ասել, որ ինքը մեծ հաճույքով կարող է միանալ ցանկացած ազնվորության նվիրված ծառայության, եթե այդ նվիրված ծառայությունը իրոք, այսպես բանելի, բարձր է, և ինքը կարող է շատ հանգիստ մերժի ցանկացած նվիրված ծառայություն, եթե այդ նվիրված ծառայությունը ինքը չի համընկնում տվյալ կենդանիակի հոգևոր դիրքի հետ, հասկանում եք, և ինքը դա պիտի անի ոչ թե ջղայնություն, ոչ թե բարեցելի, ոչ թե հեղափոխական տրամադրություններից, այլ ինքը դա պետք է անի որպես հավատարմության ակտ, ուղղված դեպի Վասուդևային կամ Գերագույն Աստծո ազնվորության իրական, հասկանում եք, ուրեմն մենք ձեզ հետ մի փոքրիկ քննարկեցինք մաքուր նվիրալի կամ նվիրալների, ինչ-որ մի ֆունկցիայով օժտված նվիրալների ջղայնության խնդիրը, թե կարող է արդյոք լինել այնպես, որ այդ ազնվորությունները իրենք ունենան ջղայնություն և ինչպես կարելի է աջակցել, որպեսզի այդ ջղայնությունը ինքը վերանա։ Իրականում, եթե մենք հաշվի առնենք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հովանավորում է կենդանեակի հոգևոր զարգացման մեջ, ապա մենք կարող ենք հասկանալ, որ օրինակի համար ասենք ազնվորությունը ինքը կարող է կուրորեն ընդհանրապես գնալ դրա հետևից, հասկանում եք, որ ընդունի այն նվիրված ծառայությունը, որը համապատասխանում է իր բնությանը և ռեալ խուսափի այն նվիրված ծառայությունից, որը ինքը չի խուսափում իրան վնաս տալու պրոցեսից։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս,